Ողջույն բարեկամներ, այսօր այնքան նյութ եմ պատրաստել ձեր համար, այնքան մանրամասն նյութ եմ գտել անպատկերացնելի քանակի, այք մոտարապես այդ սև կետերն ուրեմն ասում են փոքրիկ կետերը, բայց ուզում եմ շատ կարևորի մասին այսօր մենակ խոսալ, ամենակարևորը The New York Times-ն է գրում, կարդամ, դուք մի հատ պատկերացրեք Նիկոլ Փաշինյանի վիճակը, թեժ լուրերի սունյակում փաստորեն Հայաստանի ընտրությունների մասին է խոսքը, որտեղ գրվում է համեստ Նիկոլ Փաշինյանի ընտրական շանսերը հարցականի տակ են։ Վերնագրով թարգմանել ենք մենք։ Համեստը humble-ն է, էլի։ Մի հատ ավոր ավելացնենք, դառնում է humble։ Վերջի հարցումների համաձայն Նիկոլ Փաշինյանը կարող է այլևս չլինել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների առաջատարը։ Ըստ տեղեկությունների, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ափսոսում է, որ աջակցել է նրան, մինչդեռ Թուրքիայի նախագահ Էրդողան մնում է նրա քիչ թվով կարևոր աջակիցներից մեկը։ Թեև Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ կուսակցությունը վարում են համեստ, humble եւ ցածր ակտիվությամբ քարոզչական գործողություններ, որոշ հարցումներ ցույց են տալի, որ նրանք կարող են նույնիսկ 4-րդ տեղը վաղեցնել, հայտնում է կայքը։ Թե ինչ հետևանքներ կարող է ունենա, եթե ինքը հասնի 4-րդ տեղում, ուզում եմ ցիտեմ Փաշինյան Նիկոլին, ինքը հաստատ ավելի լավ գիտի սրա մասին։ Ասում եմ, երկար եմ մտածել, ես հասկացել եմ, եթե ես չլինեմ այլևս վարչապետ, ապա ինձ կհոշոտի ժողովուրդը, ինքնին մի ապերախտ խառնամբող, որը առաջնորդվում է բնազդով, ով իշխում է նրա անհնազանդ, իսկ իմ թիմակիցներ այդ ժողովրդի մի մասն են։ Այո, հոշոտելու է ժողովուրդը, ճիշտ է զգում։ Եվ այսպիսով ես որոշում եմ պահպանել իշխանությունս ամեն գնով, եթե փրկությունը Թուրքիայի մեջ է, ապա ես կընդունեմ Թուրքիայի օգնությունը, թող ինձ կոչեն դավաճան թուրք բռնակալ, ինձ համար մեկ է։ Դիագնոզը շատ պարզ է, ինքը գիտի իր վիճակը, բոլորը գիտեն իր վիճակը, եւ ինքը ասում է, որ ես ընդունելու եմ Թուրքիայի օգնությունը, եթե դա է լինելու իմ փրկության գրավականը, որովհետեւ ժողովուրդը ինձ ու իմ թիմակիցներին հոշոտելու է։ Հիմա ես ուզում եմ ձեզ ցույց տամ մի ֆիլմ այսուհետ, որը նկարահանվել է թարմ հետքերով ձեր հանգանակությամբ 2024 թվականի հունվարին, դեկտեմբեր-հունվարին, 2023 թվականի դեկտեմբերից հունվար, որովհետև 23 թվականին, հիշում եք, Արցախի հայաթափումից հետո ես որոշեցի, քանի հետքերը թարմ են, քանի վկաները կան, քանի չեն մոռացել մանրամասնություններն ինչա կատարվել։ Դրա մասին պետքա փաստավավերագրական ֆիլմ նկարել, որովհետև այդ ֆիլմը պետքա գնա դատարան, տրիբունալ, որի հիման վրա էլ պետքա դատեն եւ Նիկոլին, եւ մնացած բոլոր անցակիցներին։ Եվ ես առաջարկում եմ նկարել ձեր իսկ հանգանակություններով նկարած ֆիլմը, որտեղ դուք կտեսնեք, թե ինչի համար է սա վստահ, որ իրան հոշոտելու է ժողովուրդը։ Մի հատ եւս մեկ անգամ թարմացնեք այն ինչ որ եղել է, որ եթե կա մեկը, որ մոռացել է եւ կասկածի տակ է դնում, այն հանցագործությունների մի ամբողջ ցանկը, տեսեք, ինչքան բան կար այսօր հավաքված ձեր համար։ Ես որոշել եմ այդ չխոսամ։ Այդ չխոսամ, այս ֆիլմը նայեք, ամեն ինչ ասում է։ Ցույց տվեք նրանք, ով դեռ հանդգնություն ունեն Փաշինյան Նիկոլին պաշտպանել, թող այս ֆիլմը նայելուց հետո խոսեն։ Եվ այսպես դիտում ենք ֆիլմը։ Ես իմ հայրենի հողս մոզեմ, իմ Արցախում։ Ներ ստեղծելով իրենց զինված ուժերը սկսեցին ռազմական գործողություններ։ 1994 թվականի մայիսի 12-ին հրադադարով կանգնեցվեց Արցախյան առաջին պատերազմը, որում հայկական կողմը հաղթեց ու ամրապնդեց իր դիրքերը հայրենի հողի վրա։ Ռուս-թուրքական ուժերը հասկացել էին, որ միաբանված հայերին հաղթելն անհնար է,
ուստի գործի դրեցին դավադրական մեքենան։ Ռուսաստանը 90-ականներին թուլացած ու հյուծված լինելով, միայն դավադրաբար բարեկամ ձևանալով կարող էր իրեն հատուկ ոճով լուծում տալ հայկական հարցի Արցախյան հատվածին։ 1990 թվականին շարժում սկսեց նրա համար, քանի որ Ադրբեջանը դրանից առաջ վարում էր բացարձակ հակահայ քաղաքականություն դեռևս 60-ական թվականներից սկսած, այսինքն 1966 թվականին, երբ ադրբեջանցի դպրոցի տնօրենը իր ձեռով մորթում էր մանկահասակ հայ երեխային, որը պատճառ է հանձնում հակաադրբեջանական բողոքի ալիքների, որի պատճառով մերոնք որպեսզի կարողանան, քանի որ տեսնում են, որ ադրբեջանական իշխանությունը ընդհանրապես ոչ թե ադրբեջանական կարելի աշխարհ, ընդհանրապես խորհրդային իշխանությունները պաշտպանում են ադրբեջանցուն եւ փորձում են նրան արդարացնել, եթե ոչ արդարացնել, այսինքն հանել, տանել իրենց մոտ դատը կատարել եւ բաց թողնել, որոշում են որպես թողնեն, որպեսզի նա դուրս գա մեր տարածքից եւ նրան տեղափոխելու ժամանակ մեքենան կանգնեցնում է եւ վառում։ Հետագայում, ինչպես բոլորը գիտեն, այդ շարժումը ճնշվում է խորհրդային միության կողմից, քանի որ խորհրդային միությունը ավտորիտար պետություն էր, հնարավոր չէր ապի ժողովրդական շարժումները զարգացրած։ Իսկ 88 թվականի շարժումը հենց դրա նույնպիսի գործողությունների արդյունքում է, քանի որ Ադրբեջանը արգելում էր ցանկացած հայկականը Արցախում։ Հայաստան բառը եթե հանկարծ ադրբեջանական մի պաշտոնյայի մոտ ասեի, կամ միլիցիոների մոտ ասեի, կարող է գործ սարքեին։ Ժամանակ է եղել, որ դեռևս ադրբեջանական այդ աշխատողները համալսարանում ադրբեջանցի դասախոսներ որ եղել են, ինձ օրինակ ինձ բարձր կուրսում սովորող ուսանողները պատմում են, որ եղել է ժամանակ, որ ուսանողներից մեկը ելույթի ժամանակ ընդհանրապես իր խոսույթի մեջ բառը Երևանի ժարգոնով ասել, օրինակ որ պիտի ասել լավ, երևանցիներին ասել լավ, մեղադրել են, որ ինչի ես երևանցիների նման խոսում։ Այդ պատճառով անդադ ադրբեջանցիները հայերին հողեր չէին տալիս, որ նոր տուն կառուցեն, անդադ խոչընդոտում էին։ Եվ այդպիսի հայահալած քաղաքականության հետևանքով առաջացավ 88 թվականի շարժումը, որպեսզի հայկականությունը, հայ Արցախը չվերածվի։ Եվ սկսվեցին արդեն ցույցեր սկսվեցին, ժողովուրդը դուրս եկավ փողոցներ, իր բողոք հայտնելու, եւ այն ժամանակ այսպիսի եզրույթ ընդունեցինք, որ պետք է միանանք Մայր Հայաստանին։ Այսինքն մենք մտածում ենք, որ քանի որ խորհրդային միության ժամանակ իշխանությունների կողմից Արցախը բռնակցվեց Ադրբեջանին, հնարավոր է ըստ խորհրդային միության սահմանադրության, որպես ազգային ինքնորոշման իրավունք օգտագործելով կարող ենք միանալ Հայաստանին, Մայր Հայաստանին, սակայն հետագայում գործողությունները, իրադարձությունները ցույց տվեցին, որ պետության ամբողջությամբ վերահսկելի էր քաղաքարարի կողմից։ Նույն Արցախյան առաջի պատերազմի ժամանակի ընթացքում մենք ականատես ենք եղել, թե ինչպես այդ համագարկը նաև ֆիզիկապես վերացրել է այնպիսի նվիրյալ հայ մարդկանց ռազմի դաշտում, որոնք հավանաբար ավելի ուշ ժամանակներում իրենց համար մեծ վտանգ պիտի ներկայացնեն։ Կարո Քահքեջյան, Սիմոն Աչիգոզյան, Աշոտ Ղուլյան, Մոնթե Մելքոնյան, Լեոնիդ Ազգալդյան, Մովսես Գորգիսյան, Արթուր Մկրտչյան, Վլադիմիր Բալայան, Գեղազնիկ Միքայելյան, Թաթուլ Կրպեյան, Շահեն Մեղրյան, Վիտյա Այվազյան և էլի բազում գաղափարական նվիրյալ անձինք,
որոնք Նժդեհյան ոգին կրելով կկերտեին ազգային պետություն։ Սպանվեցին Կրեմլի հրահանգով 1988-ից մինչև 1999 թվականը, մինչև անգամ մեր օրերը։ Սպանվեցին դաժան կերպով, սպանվեցին, որպեսզի նորանկախ պետությունը տրվեր կառավարման իրենց կողմից վերահսկվող Լևոններին, Ռոբերտներին, Սերժիկներին ու հետագայում նաև Նիկոլներին։ Պատերազմի հետևանքով ահռելի մարդկային և նյութական կորուստներ, ինչպես նաև երկու կողմից բնակչության զանգվածային տեղահանումներ եղան։ 1994 թվականին հրադադարից հետո անգամ հակամարտության խաղաղ կարգավորումն այդպես էլ չհաջողվեց։ Վերամիավորումը այսպես թե այնպես պիտի առնչվեր Արցախի ժողովրդի կարծիքի հետ կամ կարտահայտության հետ եւ այստեղ շատերը հակասություն չեն տեսնում այդ որոշման իրավունքի եւ այսպես վերամիավորման գաղափարի միջև, որովհետեւ վերամիավորումը նույնպես պիտի այդ բաղադրիչի իր մեջ ունենար։ Իրականում քաղաքականության մեջ տարիների ընթացքում սկսեց ամրապնդվել այդ Արցախի ինքնուրույն գոյություն ունենալու գաղափարը, որպես քաղաքական միտք Արցախում այդ միտք սկսեց արմատներ թողնել եւ 18 թվականի դրությամբ Արցախում արդեն կար կոնսենսուս իրենց քաղաքական ուժերի ներսում, որ անկախությունը դա քաղաքական արժեք է։ Ես կարծում եմ, որ մենք այս օրին ենք, քանի որ մեր անկախությունը հռչակելու ժամանակ են, չհասկացանք, որ պետք է պետություն կերտենք ու հասանք այս օրին։ Այսօր վտանգի տակ մնացած է, այսօր նույնիսկ այսօր մենք չենք գնահատում այն, ինչ որ ձեռք ենք բերել 30 տարի առաջ։ Երևի պիտի դաս լինի, չգիտեմ, հետագայի համար, հետագա մեր հաղթանակների համար։ Ես չեմ կարծում, որ սա սենց մնալու է։ Մենք ունենք նվիրալներ, մենք ունենք այսօր պայքարի դաշտում առաջնամարտիկներ, որոնց հետևից պիտի գնանք, պիտի պայքարենք նորից ձեռք բերելու, նորից գտնելու, բայց արդեն ուրիշ հարթությունում սրբորեն մոտենալով այդ ձեռքբերումներին, ոչ թե տենց բացի թողի թողնենք։ Տարիների ընթացքում այսպես կոչված շփման գծում եւ ադրբեջանահայկական սահմանին պարբերաբար բախումներ ու սրացումներ էին տեղի ունենում։ 2020 թվականին հակամարտությունը նոր ուժով բռնկվեց, երբ Ադրբեջանը Թուրքիայի եւ Ռուսաստանի աջակցությամբ լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Պատերազմը տևեց 44 օր եւ դադարեցվեց նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ։ Բնակչության անվտանգությունն ու մշակութային ժառանգության պահպանումն ապահովելու համար տարածաշրջան եկան ռուսական խաղաղապահներ։ Այսպիսին էր իհարկե պաշտոնական կողմը ռուսների Արցախում հայտնվելու։ Ավելի ուշ Արցախի բնակիչները ցավով հասկացան, որ սեպտեմբերի 19-ին կեսօրը իմ մոտին կրակոցներ էր։ Արդեն հասկանալ է, որ պատերազմը սկսված է։ Դե ջահելներինք իջան գյուղապետարան, որ տեսնենք դեղ ինչ կասեն, ինչ կանեն։ Զանգում էի չեն պատասխանում։ Հեռախոսն կտրածար։ Մեկինը մնացել է բլինդաժում պայթեցրել են, մինը զարյատկա չկար, դժվար էր։ Ու տենց էլ իմացանք, որ արդեն պատերազմը սկսված է։ Ժամը 1:15-ին, երբ որ ներսի զանգը հնչեց, ես սա ժամանակ աշխատում էի Գետավանի Պավել Մակերոսյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն էի։ Ներսի զանգը որ հնչեց, գնացի իմ աշխատասենյակ, որպեսզի մի քանի հոգու նոր ուսուցչուհի ընդունել մոտս աշխատանքի, որպեսզի իրենց հրամանները մուտքագրեմ հրամանագրքում։ Մի քիչ որ գրեցի, մեկ էլ տեսնամ Մարտակերտից բարեկամը զանգեց, որ ինչ եք անում, ասեցի ինչ ա եղել, ասեց բաց թե կռիվ ա սկսել,
Մարտակերտ քաղաք։ Ու դե արդեն պատերազմը սկսում է, արդեն ինքը քեզ հիշեցնում է, ինքը քեզ հիշեցնում է, դուրս արի, արդեն գալիս է։ Խփում տուն ավարım, շենքն ապլում, այս մեկն ապլում ու ժամկետա դարից, մինչև առավոտ։ Մեզ էլ ասել էր, մինչև առավոտ ժամը 11 ստել մարդ չլինի։ Շորերս փոխեցի, հակազինվորական համազգեստս, զրահաբաց կոնուսակա եւ ինչ որ պետք էր մարտի համար, տղաս նույնպես եկավ փոխվեց։ Դուրս եկանք գյուղամեջ, որպեսզի այնտեղ կազմակերպ տեսնենք ինչ պիտի անենք։ Մենք եկանք, հասանք Ստեփանակերտ, դե ճանապարհին տանկեր, մանկեր կան գարած, բան չէ, թողում հետ գնացեք, տղամարդիկ հետ գնանես, մեկ գնանեմ, այ ինձ ջան ուր գնաս։ Դատակ ձերքը ուր եմ գնում։ Ում հետ եմ։ Առանց զենքի մենք ասում ախպեր ջան հետ նա, яра դու անորմալ չէ։ Ուրիշական չեն, զենքը տան, գրանտամյոտը տան, պլիմյոտը տան, ասեն ախպեր ջան, մտնում եք պատերազմը հեսա, եկա ջոկատ եք հավաքել։ Ով կհարաժարվի, ոչ ով։ Ձեզ համար անսպասելի չէր, որ այդքան զենքը հանձնվեց թշնամուն։ Շատ անսպասելի էր, շատ։ Ես չպատկերացրեցի, որ դա կհանձնվի թշնամուն։ Ես պատկերացրեցի, որ այդ նույն զենքը, այդ նույն տեխնիկը պետք է գար Հայաստան, մեր զորքին հասներ։ Իսկ եթե զորքը կռվեր հրամանատարությունը իր տեղում լիներ, կլներ է սաղետը։ Ոչ։ Այսինքն զորքը չի կռվել։ Զորքը կռվել է։ Կռվել է այնքանով, մինչև որ իրենց զինաթափել են։ Իրենց զինաթափել են։ Այդ ժամանակ հաթերքի զորամասից շտապօգնության մեքենան, մեկ էլ մի Ուրալ մեքենա եկան, որպեսզի գնան Չարեկտար։ Այսինքն զորամասի դիրքերը այնտեղ էին։ Մի կերպ կանգնեցել է այդ շտապօգնության մեքենան, այդտեղ մեզ միացավ նաև ռուսական այդ բազան, որ կար մեր մոտ, այդ ռուսական բազայի հրամանատարը մեզ միացավ եւ բացացանք Չարեկտարի մոտը։ Գացինք Չարեկտարը հենց մատուցներում, որ դիրքերը կային, այդտեղ այդ ուղղած մեքենայից իջանք, իսկ ճանապարհի ընթացքում ռուսների հրամանատարը խոսում էր իրանց այդ զրահափոխադրիչի հետ, ԲՏՌ-ի հետ, ոնց որ ասում են, որ արի մոտ, ասի երևի գա մոտը կնստա ինքն էլ գնա այդ սահման, այնտեղ կարգավորելու համար է բախումը, սակայն երբ որ ես իջա դեպի քայլում էի դեպի դիրքեր մեր տղաների կողմ, որպեսզի միանամ իրանց հետ, նայեցի տեսամ այդ ռուսների հրամանատարը նստեց ԲՏՌ-ի հետ գնաց դեպի Գետավան, չեկավ դեպի Չարեկտար։ Այն ժամանակ էլ պատվալներում էին մնում, մեծ տոկոսը չէ, արդեն մի 25-30% պատվալներում էին, մնացածը որը պատերազմում էր, պատերազմի դաշտում, մնացածները սաղ, կին երեխա մեծ փոքր, արդեն դեպի Երևան։ 24 ժամ մնացել են ճանապարհին։ Կամազի մեջ, որտեղ կային լիքը երեխեք, 3-4 երեխա անչափահաս, որ դաժե չեն կարող քայլեին։ Գրկի մեջ լիքը կանանիկ, կին արմատ, մեկը տկլոր, մեկը առանց կուրտկա, մեկը մայիշկով, մյուսը դամաշնիկով։ Իրիկու այդ դեմը գյուղապետարանից ասեցին, որ հատեր գյուղից զենք պիտի բերեն մեր գյուղու։ Էլ մեզ չտարան պատերազմի գոտի։ Գնացին զենք բերեցին, 20 հատ զենք, որ պիտի գյուղու պահենք։ Ենա գնացինք շատերին չհասավ զենք։ Ասին գյուղու պիտի շրջապատեք, գյուղու պահենք։ Բայց մեր գյուղից մինչև այդ պատերազմի գոտին մի 30 կիլոմետր կար։ Մեզ չտարան դեղ։ Ասին հրաման չկա։ Եթե հայկական լինի, մենակ թե թուրքի կազմում չլինենք, ես մեծ սիրով կգնամ հետ, որ իրանք դες լսել են, որ օրինակ զինվորների գլուխ են կտրել, այդ մենակ ամենադաժան մարդ հետ կանի, ոչ աստվածային մարդ հետ կանի, մարդասպանությունը, ես գիտեմ, որ իրանք շատ դաժան ազգ են, ոչ երեխա են նայում, ոչ մեծ են նայում, ոչ փոքր, ոչ մեկին չեն նայում, ով ձերքն է հանգնում, միանգամից կամ սպանում են, կամ իրենց վայրագությունները անում են ու հայտարարում են սա ինտերնետներում։
Մենք տունն ենք, որ հարձակվեցին, երեխեքը դասին, 4-ը եկել են տուն, մեկն էր մնացել դասի ժամանակ, որ սկսին կրակելը, մենք թողինք ամոքս մի տեղից վազվզինք, գնաց երեխու հետևից, եկան ասին իչեք թաքստոցներ։ Դեր սեպտեմբերի 1-ին եկալում տոն, վերեսմին կան։ Ամսի 5-ին համար մեկ են տվալ տարը։ Մինչև 23-ը պոստեր եմ իրել։ 19-ը կռվը սկսալա, իրգնա ժամութին տոնում խոսանանց դովեշ մինան խաբայություն չիլը, հրուչ տեղա։ 23-ին զինաթափալն թուրքերի և ռուսերը հրամանավ, կշացալն, զենքը պեն թուղալն եկալ, մարտակեր վեշ մինան էլ վեշ միզև նորությունել էլ չի։ Ամսի 24-ն առավոտը զորավ գյացալ որ մեր ունք շտեղում։ 4 օր ես ասադում։ Բայց այդ կռվի ընթացքում կարելի ասես ասադում ունքիլա, որովհետև տականը կարինի մտնին տիեր անել։ Վիշ մի ձևի մեզ շանսիլել չի։ Հինչև մի պեն անենք։ Երեխաներով, պլացում նստած, սոված, ծարավ, իրան շորերի վրա նստած, ինչ շորեր են բերել, դե տեսել եք, չէ, պլացի վիճակից վիճակ։ Այն ընես, մեկը չի ասում, վայ, այ ցավդ լանեմ, տե ինչ գործնես, արե շենքի մեջ մտ։ Հլա ուզում ես մտա շենքի մեջ, ասում չի գալու։ Արա ո՞նց չի գալու, անասում։ Բրծնում է, всё։ Հետո ժողովուրդը չնայեցին։ Քարո մարով տվեցին այդ անոթները բանը ջարդեցին, հայլու շուշեկեր էլի։ Ու մտան գիշերները դե մնում են, բա ինչ անենք։ Ուրիշ ելք չկա։ Ցուրտ է այդ անտերտեղն ալամինը, ցուրտ ասկսելն, ցերեկը արև գիշերը ցուրտ։ Ու տենց մաս քիչ դուրս էին գալիս, բայց ասում եմ, կալոն նմանը չկար։ Ես մենակ այդ կալոնի համար այդ վարորդի հետ պայմանավորել եմ, խոսացել եմ, ասել ախպորնումա չի վարազվես։ Թող մի 2-3 օր գնա, որ հանկարծ նստենք միանգամից դուրս գամ։ Անես որ նայում է, վայ, յանը, ասի սենց որ բրծնում ավարը։ Ու մինչև հիմա հավատս չի գալիս։ Մինչև հիմա ես չեմ հավատում։ Մեր հայը ինչ իրավիճակի մեջ է ընկել, ու մինչև հիմա էլ ձեն չի անում, բերանը փակ, վախեցած, ոգին սառած, սառնամիտ։ Ինչ հրամանի է սպասում։ Ես ինքս ինչ հրամանի եմ սպասում չգիտեմ։ Ճանապարհին այդ պիտի որ գայինք այդ իրիկունով պիտի մի մեշուկ ալյուր են 40 քանի հոգով նստել հաստխել բարի ասալ մի 3 օր ճանապարհ պիտի գնանք նստանք փիչին իրա դխոպու իրա թխապ երկալալ գալիս հղեցը գրալım դե փոքր 49 հոգի ինքլալ հղեց եկանք գրալենք Պիտի վարմի 3 օր, կինք 3 օր չունք եկան, մի օրում հասալ են Գորիս, որ մերզն է մի մարդ համահացալ, այդ մարդը առաջ են լիտվալ, ավտոնեն առաջ են դվալ։ Միզև վնն անում ինչի քարաչինգում, ասալ կլի բար ինչի քարաչինգում։ Ավտոնեն լի, առաջի ավտոնեն, ես տեղաս մինչև ահագին ճոն բուճախ չոներ, մինչ մարդ կար։ 46 տարեկանում 4 պատերազմ տեսալ։ Դժվար, շատ դժվար։ Մի մարդ բարի իրա կես գիշորավ մնակ դուսկա վեշին պեն չվերցնենք հանդիրաստանան 25 տարվա։ Հետո ռացիայով խոսեցին, որ արդեն մտնում են։ Արդեն թուրքերը առաջ են գալիս։ Հետո ասացին, որ թուրքերը արդեն բլոկպոստը վերցրել են, բլոկպոստի տղաները զոհվել են։ Դե տեսանք, որ թուրքերի տեխնիկան արդեն նրանց տեխնիկան մոտավորապես մի 45-ից 50 միավոր տեխնիկա։ Տանկեր, զրահափոխադրիչներ, BMP-ներ, հետևակի մարտակի մեքենաներ, ոնց որ ասում են։ Եվ իսպայական քանակի հետևակի ետնաշին առաջ են գալիս։ Մարտը սկսվեց մենք աշխատեցինք, որպեսզի ինչքան կարողանում ենք տանկերի դեմն առնենք, որպեսզի գոնե գյուղացիները հասնեն գյուղից նորմալ դուրս գան։
Թե չէ, եթե չպահեինք 4 հեկտարից գետավան, եթե արագ շարժվեն տեխնիկան, ընդամենը 15-ից 20 րոպեի ճանապարհ է, այդ ընթացքում բնակչությունը չէր հասնում, որպեսզի դուրս գա գյուղից։ Տանկերը, որ կրակեցինք իրանց վրա, արդեն տանկերը հետ քաշվեցին, մտան ժայռ կա, ժայռի հետևը, այնտեղ խփում էին մեզ վրա, սակայն չէին կարողանում դիպուկ կրակել, անդադ նրանց կրակած արկերը կամ մեզանից ցածր էին կպնում, կամ էլ մեր վրայով էին անցնում։ Մի քանի հատ մոտիկ ընկավ, բայց իրական վնաս չտվեց։ Այդ ժամանակ արդեն սկսեց նրանց հետևակը առաջ շարժվել, որը որ նկատեցինք, վերացրինք։ Ընդհանուր թիվը չեմ կարող ստույգ ասել, բայց 10-ից ավել էր։ Նրանք տեսան, որ չեն կարողանում այդ ոլորանից առաջ շարժվեն դեպի մեզ։ Տեսանք, որ նրանց տանկը խփեց ոլորանից ներքև մի տուն կա, Սերոյի աղբեկումներ, Վաղոհաս Սերոյի աղբեկումներ։ Տանկը խփեց, 3 անգամ այդ տանը խփեց։ Չնայած այդ տունը իրենց չէր խանգարում, ոչ ինչ, բայց խփեց, փոշով պատեց այդ ոլորանը, ասֆալտ, ոչ չէր երևում։ Հասկացա, որ նրանք այնտեղ փողարկում էին կատարում այդ փոշով, որպեսզի կարողանան անցնել ճանապարհի ներքևի մասը, քանի որ ճանապարհի վերևը բաց տեղանքեր չէին կարող մոտիկանալ մեզ, իսկ ճանապարհից ներքևը արդեն խիտ ծառեր կային, որտեղով հնարավոր է դեպի մեզ շարժվել։ Իմ հասկանալով, իմ տեսնելով, այս իրավիճակը մարդ որ հասկանում է, շատ է դժվարանում։ Ինչ է կատարվում իր հետ եւ ինչու մեր պետությունը այս քայլին է գնում, հանուն ինչի համար։ 5000 զոհ այս անգամ տվեցի, 10-12 այն անգամ եք տվել։ Հարյուրավոր վիրավորներ ենք ունեցել, հարյուրավոր փախստականներ ենք ունեցել, վերջապես պետություն ենք դարձել մեջքի կանգնած։ Ու ամբողջ երկրը մեզանից էր խոսում, Հայաստան-Ղարաբաղ, հզոր պետություն, երկու հայկական պետություն։ Դու ոնց մտար մի թղթի վրա այսեն։ Ես չգիտեմ ինչ կլինի, ոնց ուզում եք բացատրեք, պետք է իշխանափոխություն։ Ուրիշ ոչի բան։ Չկարողացան իշխանափոխություն անել։ Իրոք ճիշտ եմ ասում։ Հայաստանի վրա տապանակար է դրում։ 100%։ Ես որ ինքս տեսել եմ իմ աչքերով այն երկիրը, նույնը ստեղ է կատարում։ Մեր մոտ էլ այսպես լռված, նստած, քարացած։ Հասկացա արդեն, որ ամեն ինչ ուրիշ ձև է կազմակերպված, արդեն պետք է, սակայն հնարավոր չէր, քանի որ հետաքրքրությունը շատ խիտ էր, ու բացի այդ իրենք արդեն մի 2-3 բուր մեզանից վերև էին տեղավորված եւ անմիջապես այդ տղաների միացա ես։ Ալուրը դազերում խմոր ենք ունցում, պիլիտի իրան ժարոնիկը դնում, յուխատխում, ախր ջերեր կային մեզ հետ, երիտասարդ երեխեք, խոխեք կային, բոլորը միրասալա ուտել ճարեցին, մեզ բերին էստեղ, եկանք, մեզ լավ դիմավորեցին, համայնքապետը, գյուղապետը, այս տանը ոչ մի բան չի եղել, եկել է, մեկը սեղան է բերել, մեկը խալադելնիկ է, մեկը գազի պլիտա է, մեկը ռասկլադուշկեք է, տեղաշորեր է, ինչ որ գյուղացիք են, համայնքապետն է, բոլորը մեզ օգնել են։ Չէ, Թուրքիա չես կարա ապրես, ոնց կարաս մի պետության հետ ապրես, որ մարդ են սպանում, փոքր ժամանակից իրանց մեծացնում են մարդասպան, չես կարա ապրես։ Դե հենց նմանատիպ բաներ շատ ալի լավ։ Դե 12 ժամում դե ոնց է բազարից ավելի զոհ ունենք։ Գյուղա 30-35 հոգի զոհ ունենք։ Էսի կռիվ չէ, էսի մի հատ ուժուս է։ Մենակ իրականությունում կարես չէր համապատասխանում։ Մենակ տենց բան ուժուս կինոյում։ Հա։ Բռնածին սպանել, մորթել, մաշկել, էդ էին անում։ Այն վաղտ որ գերի են տանում, հիմա գերի չէին տանում։ Բրավում մորթում էին կամ սպանում էին։
մեր գյուղս վար 7 զոհալել։ Իմ տղաս մտել է մորգ ու իրանք ջահելներին, չէ, մտել են որ տեսան ճանաչում լող այդ ոնց ասեմ բռնաբարած են դիագնին։ Ական կտրած, գլուխ կտրած, դաժե ես ասում կարող է իրեն հալամ պիս բանել պատահելի վախից։ Ոչ չեն կռվում, հետո ասում որ չեն կռվում։ Դե հիմա մենք այսքան փոքր ազգ ու պրիտոմ մեր ղեկավարությունը լող դավաճանն է։ Ոչ մսին չինի, դες պիտի լինի։ Դեղը լալավը հրաման չեն տղավեր թխն։ Նա հանջ 94 թիվ, 95 թիվ, եթե տվյալ այդ ժամանակվա իշխանությունները դարձիկ էին եւ այդ օդարին ծառայելու այդ ծառայությունից հրաժարվեին եւ իրոք փորձեին քայլեր կատարել ազգային իշխանություն, ազգային պետություն ձևավորելու, մենք այս ամենը չէինք տեսել։ Գլխավոր պատճառը ես այդ դա եմ համարում եւ զուգահեռաբար անշուշտ այս դարիների ընթացքում այնպես չէ որ բայկար չի եղել այդ համագարկի թեմ, բայց այդ բայկարողների քանակը քիչ են եղել։ Այստեղ ցավալին այն է եղել, որ քիչ բայկարողներին մեր ժողովուրդը Արցախում, թե Արցախից դուրս ամբողջ Հայաստանով մեկ չի ընկալել պետք եղած ծավով միաժամանակ նաև չի գնահատել այդ բայկարողների ընթացքը, այդ բայկարը, ամբողջ չարչարանքը։ Գիշերը մնացինք բարեկամիս տանը, նոր առավոտյան ժամի լուսադեմին ժամի 4 կողմերը միացանք Արցախից արդեն բռնի տեղահանված ժողովրդի շարաշանը, ահա որ վիճակ էր, շարաշունը խիտ, ավտոները մետրերով առաջ էին գալիս, ժամերով կանգնում, նույնիսկ մի քանի անգամ եղավ, որ հենց շարաշան մեջ, հղի կանայք կային, որ հենց շարաշան մեջ ծննդաբերեցին, քանի որ նույնիսկ շտապօգնության մեքենա չկար։ Ժողովուրդը այդ ձևով բոլորը բեռնի տեղահանվեցին, բոլորը ամեն ինչ թողեցին իրենց տուն տեղ, ինչ որ տարիներով ստեղծել էին եւ բոլորը դատարկաձեռն դուրս եկան, հասցրեցին միայն վերցնել փաստաթղթեր, ահագի մարդիկ կային, որ չէին հասել նույնիսկ փաստաթղթերը վերցնեն, օրինակ մեր հարևանը, Գետավանի մեր հարևանը, Խաչատրյան Արմենի կինը, քանի որ Խաչատրյան Արմենը գտնվում է դիրքերում, մեր նման կինը հասցրեց իրենց 3 փոքր երեխաներին, հասցրեց ընդամենը փոքր 3 երեխաներին վերցնել եւ դուրս գալ եւ փաստաթղթերը եւ իրենց հարսանեկան ոսկիները բոլորը թողեց տանը։ Այդ ձևով ժողովուրդը ամեն ինչ թողեցին, դուրս եկան։ Իմ տեսածն է, որ թուրքերը շատ վայրագություններ են արել, կոնկրետ ես ինձ շեշտեմ, իմ եղբոր գերեզմանապակցեցին, իմ հոպարիս գերեզմանապակցեցին, տատիկիս, պապիկիս, որը սաղմնաց Հադրութում։ Ես որ ուզեցի հետ գամ Հադրութ, ես չկարողացա հետ գամ դիրքերից, որտեղ արդեն Հադրութ քաղաքը չի եղել իր գյուղարանքներով։ Այդ գյուղարանքներով թաղված էր իմ եղբայրը, իմ հորեղբայրը, իմ պապիկս, իմ տատիկս։ Դե որ պատերազմը սկսել է, որ բերել էին ռուսի բազան, դեղ ասել ժողովրդից մեկը մոտիկացել է, ասել է ոնց է լինելու մեր վիճակը, ինչ է լինելու, ռուսը ասել է հանգիստ եղեք, ոչ մի բան չի լինելու, ոչ մի բան չի լինելու։ Մեզ հանգստացրել են, որ սա լավ է լինելու, ու արդյունքը էս է, ունենք այն, ինչ ունենք։ 93-94 թվականներից սկսել ենք հոշոտել։ Ազդակրված դարածքները մենք չյուրացրեցինք, մենք հոշոտեցինք, մենք թալանեցինք։ Իջև վերջի օրը ամեն ծևի եւ այսինքն մենք չգնահատվեց, որ այդ հողը սուրբ հող է, երբ դու սուրբ հողի
նկատմամբ այդպիսի վերաբերմունք է ցուցաբերում, ուշ թե շուտ պատժվելու է։ Եվ մեծ հաշվով այս ողբերգությունը, այս ցեղասպանությունը, որի ականատեսն ենք եղել մենք, դա մեր համար պատիժ է։ Բնականաբար պիտի չհանձնվենք այս ամեն ինչին, սակայն պիտի նաև այս խոսակցությունները մեզ պիտի հուշի, որտեղից պետք է սկսել, եւ ես բարձրացնել եմ նաև այն միտքը, որ Արցախ անպայման վերադառնալու ենք եւ ոչ ուշ, սակայն մեր ժողովուրդը ովքեր որ պիտի վերադառնան, պիտի հասկանան, որ նախքին սխալները պիտի չկրկնեն, նախ եւ առաջ, ինչպես ասեցի, հողը պիտի գնահատվի որպես սրբություն, 30 տարիների ղեկավարությունը պետք է իրենց պատիժը ստանան, Երևանում հայկական ազգային իշխանությունների ձևավորած դատարաններում, այլ ոչ թե Բաքվում, եւ մեծ հնարավորություն է բացվում Արցախում կյանքը զերոյից սկսելու ճիշտ հիմքերով, բարոյական հիմքերով, մարդկային կենցաղավարությամբ, մարդկային գացութացեվով եւ նորից վերադառնալով այն մտքին, որ այդ սրբությանը բարիփուն իմաստով դեր կանգնելու, ամեն վարքյան դեր կանգնելու գործունեություն։ Իշխանությունները չէին էլ ուզում, որպեսզի Արցախը ազատագրվի, ուղղակի խաղում էին ռուսական կայսրության քմահաճույքներն էին կատարում, լինելու է մեր հաղթանակները, մի օր պետք է ունենանք մենք հայկական իշխանություն։ Իմ կարծիքով, իմ վերլուծությամբ, մինչև այսօր Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Նիկոլ Փաշինյան, դրանք սպտյալ այլ ազգեր են, հայեր չեն, որ թալանում են մեր երկիրը, կեղեքում են մեր երկիրը, 1.5 միլիոնից ավել հայ ա լքե Հայաստանը, ամեն ինչ անում են հայերը Հայաստանից գնան, չի կարող պատահի հայ մարդը ինչքան էլ նյութապաշտ լինի, իր հայ ժողովրդին, իր ինքնությունը ոչնչացնի։ Հիմնական պատերազմի պարտության պատճառը պայմանավորվածությունն է եղել Ռուսաստանի կայսրության, Թուրքիայի եւ այսօրվա մեր գործող իշխանությունների հետ, որ պետք է Արցախը հանձնվի։ Մեքենան վարում էր անչափահաս տղես, էդ էլ շատ դաժան եղել, այդ ամեն ինչը մենք 2 օր ու կես ճանապարհ ենք եկել։ Ինքը նույնիսկ քնել է ղեկին, իմ անչափահաս տղեն է եղել վարողը։ Ու այդ վախերը, որ պետք է անցնենք այդ հակարի կամուրջը, մենք շատ էինք վախենում այդ հենց այդ կամուրջի մոտով անցնելիս, այդ շատ էինք վախենում այդ պահը, որ պետք է գանք անցնենք։ Ես իմ դա մի աննկարագրելի բան ա եղել։ Շատ մեծ ցավ ենք ապրել այդ 2 օրը մենք։ Մենք ռուս չենք տեսին։ Չգիտեմ, ռուսները ոչ պաշտպանել են, ոչ էլ լհանդի եմեր ասալա թիմաշան ուղի դերեն լիլը, հա, տրակտորիստը հանդում վարանելուց իպրև ռուսը պաշտպանում է, բայց ինչպես է պաշտպանել, երբ հրաձգով վիրավորել են, սպանել են, չգիտեմ։ Հայը հակած ա եղել, բային շորերով ա եղել, անչափահաս էր, թե կին էր, կին անգամ որ տեսել են, որ զինվորական շորով ա ու սպանել են։ Թուրքերը սպանել են այդ մարդուն, այդ կնգան։ Անգամ անչափահաս երեխու են սպանել, այդ էլ եմ լսել։ Մեկ էլ տենց այդ ձենի տակ որ սկսեց, սկզբում չջոգեցինք, էլի մենակ այդ տուտունը շարժվեց դրանից։ Տենց մեկ է դուրս եկանք հայատ, տենանք սաղ ծուխ անում, էլի, սենց որ խփել են այդ ծուխը, սենց դուրս եկանք հայատ, ես էի պապան, մեկ է մաման, դուրս եկանք, տեսանք ծուխ անում, էլ մի անգամ այդ պահը չջոգեցինք, էլ ինչ կատարվեց, էլի մի քանի րոպեվա ընթացքում այդքան բանը եղավ։ Հետո հիշում եմ, որ պապան ասել դե շոր ես բերեք, մի անգամ չջոգեցել, որ պատերազմը սկսեց։ Շրջանի մոտ մարտիրոսյան Արմենին են գնդակահարել թուրքերը, որը փորձում էր չթողնի, որպեսզի թուրքերը
քանդեն զոհվածների հուշարձանը, քանի որ այնտեղ եւ հորից նկարներ կախված, եւ եղբոր նկարներ կա։ Թուրքիայից ամեն ինչ սպասելի է, հնարավոր է ուժ գյուղի գերացել են տեղ այդ անմարտային արարքները կատարած։ Մեր գյուղից մի հոգի էր մնացել, Մադադ Բաբայանը, որը երևի բոլորն է տեղյակ են, որ ադրբեջանցիները բռնել են տարել եւ սուտ մեղադրանքներ, շինծու մեղադրանքներ Բարթելով գլխին փորձում են այդ մարդուն ցուցադրել որպես տերորիստ, ահաբեկիչ եւ այլն ցեղասպանություն կատարած, սակայն Մադադ Բաբայանը իր կյանքում երևի թուրք որ տեսած են դերոս խորհրդային տարիներին։ Այդ մարդը ընդհանրապես մարտական գործողության մասնակցած չկա։ Ոչխար պահող, իր ոչխարները պահելով, ապրուստ հայթայթելով, ապրելիս մարդ է եղել։ Հիմա տարել կադրերում էլ երևում է, որ այդ մարդուն ստիպել են, որ ինչ-որ բան անգիրարած ձևով ասի, եւ նույնիսկ այդ մարդ խոսելու ժամանակ երևում է, որ այդ մարդ տեղանք է ցույց տալիս, բայց չգիտի, որ այդ տեղանքը որտեղ է։ Ընդամենը Մադադ Բաբայանի գլխին շինծու մեղադրանքներ են սարքել, որպեսզի այդ մարդուն բաց չթողնեն։ Երբ որ մենք գնում էինք, որպեսզի փաստաթղթեր հանձնեինք համալսարան ընդունվելու համար, այնտեղ Քիչանի մոտ մի մոստ կա, կամուրջ կա, փոքր կամուրջ, այդ Թբուղլուի կամուրջ են ասում, այդ կամուրջի անցնելու ժամանակ գնացինք այդտեղ, տեսանք, որ Լեննավանից մի հատ տղու 06 մագնիշի Ժիգուլի ականգնած, կանաչ գույնի, այդ Ժիգուլի ավտոմեքենան ամբողջությամբ ծակեր էին, գնդակների տեղեր էին, թուրքերն էին, Սրխավեն կոչով կական ադրբեջանական գյուղից, եկել էին տեղ ճանապարհը թաքուն փակել, դիրեսանտների ավտոն կանգնեցրել են, տղաներ իր ավտոյով վարունգ եւ այլն պոմիդոր բաներ տանում, որպեսզի Ստեփանակերտ վաճառի։ Կանգնեցրել են, տղային սպանել էին, քարո գլուխով ջարդել էին, աչքերը հանած, քիթ կտրած, ակազները կտրած, խոշտանգված վիճակում էր։ Բացի այդ խոշտանգումներ նաև տեսել ենք մեր Չափար գյուղում, որով հարձակվել էին դեռևս 91 թվականի թուրքերը։ Այնտեղ սպանել էին հորեղբորոս Չափար գյուղից մի քանի օք սպանել էին հորեղբորոս հորոս հորաքորոջ տղային, նաև մանկահասակ 13 տարեկան տղայի սպանել Վախթանգին, ում որ բոլոր ականները կտրել էին, Վախթանգինը նաև քիթներին կտրել, աչքերներին հանել, 13 տարեկան տղա երեխա եղել, ընդ որում 13 տարեկան տղան իր հոր ընկերների համար փամփուշտ էր տանում, որպեսզի կարողանան կռվեն։ Հորս էլ են թուրքերը ծեծել, որը հանդիսացել է իր մահվան, անտառում են բռնեցել։ Բացի այդ խոշտանգումներ տեսել ենք ընթացքում կռիվների ժամանակ, որտեղ գերի են վերցել հայերեն խոշտանգել են, խոշտանգումներ եղել է Լեննավանում, Հարաղայում, երբ թուրքերը գրավել էին, բոլոր ամբողջ աշխարհն է դա տեղյակ, խոշտանգումներ են կատարել։ Այս վերջ կռվի ժամանակ թուրքերը խոշտանգումներ կատարել են Ասկերանի շրջանում էր, կամ հիշում եմ, այնտեղ երկու տղա երեխայի 8 եւ 9 տարեկան տղա երեխաների մորթել են թուրքերը։ Ճանկաթո կոչող գյուղում են խոշտանգումներ կատարել, մարդկանց գնդակահարել, կանանց գնդակահարել, մորթել եւ այլն։ Թուրքից ամեն ինչ սպասելի է։ Հնարավոր չէ, որ թուրքին շուտ գան բնակավայր մտնի եւ այդ բնակավայրում բարբարոսություններ չկատարի։ Մենք պարզ տեսանք սրանից 100 տարի առաջ կատարված իրողությունները, թե ինչպես նախորդ դարի սկզբին Ռուսաստանը վաճառեց Հայաստանը իր շահերի համար։ Այսօր նույնը կրկնվում է։ Այսօր գոնե ժողովրդի մեջ արդեն մտավ այդ հասկացողությունը, որ մեր ճակատագիրը պետք է կերտենք ինքներս, մենք հայերս։ Ճիշտ է, մենք պետք է ունենանք դաշնակիցներ, մենք պետք է յուրաքանչյուր դաշնակցի հետ կոնկրետացված պայմանագրեր կնքենք, բայց այնուամենայնիվ մենք ինքներս պետք է պատրաստ լինենք։ Հիմա մենք միշտ այդ հարցը տալիս ենք, հայը Թուրքիի հետ կարող է ապրի։
բայց թուրքը չի ուզում հայի հետ ապրի, թուրքը չի համաձայնվում, չի հաշտվում հայի գոյության հետ։ Դրա մասին մտածենք։ Մենք ինչ ունենք անելիք այդ բոլորի դիմաց։ Ես չեմ ասում թշնամանանք, պատերազմ ունենք, մշտական թշնամի ունենանք, բայց ինքը այդ է ուզում։ Խնդիրը մեր մեջ չտեսնենք, խնդիրը տեսնենք թուրքի մեջ։ Ես չեմ ասողը, մեկ հատ հայ բիտ թողեմ, այդ էլ թանկարանում թողեմ։ Թող ինքը թանկարանում մեկ հոգի թուրք ունենա։ Մենք արցախցիներս ընդհանրապես հայերը։ Խաղաղասեր ժողովուրդ ենք։ Բոլորը դա գիտեն։ Ոչ մի դեպքում ընդհանրապես հայոց պատմության ընթացքում ոչ մի դեպքում հայը ինքը չի պատերազմ սկսել։ Միշտ հայի վրա հարձակվել են։ Նախահարձակը միշտ ուրիշ է եղել։ Եվ հիմա էլ նույնը։ Ադրբեջանն է միշտ պատերազմ սկսել, մենք ստիպված պաշտպանվել ենք։ Ուղղակի այս վերջ պատերազմի ժամանակ ուժերը խիստ անհավասար են, քանի որ ընդամենը 4000-5000 հոգանոց մնացած արցախյան բանակի վրա հարձակվել է 60000 ադրբեջանական բանակը։ Դրա համար հնարավոր չէ պահած։ Իսկ մնում է որ պատերազմ մենք ուզում ենք թե չէ, մենք երբեք պատերազմ չենք ուզում։ Մենք ուզում ենք խաղաղ ապրենք ու մեր հողում ապրենք։ Դե որ ճանապարհն փակեցին, բլոկադա սարքեցին։ 16000 ենք տվել, փակ սապունը կա 5 հատ մեջին։ 16000 են տվել, դրանից 5-ը վերցրել։ 3000 ենք տվել պեսոկ։ Ռուսները բերեն են իրանց մարդկանց միջոցով, 54000 եմ տվել, 2 բլոկ սիգարետ առել։ Մենք խաղաղապահ ենք, մենք ձեզ հետ չենք կռվում։ Մենք ընդամենը եկած խաղաղապահ ենք, բայց ոչ մի խաղաղապահ չի եղել։ Մտքով ու ինչ անցնում է մարդուն գետնին խաչել են բրծեց, ես դոշից բռնում Մաշկելովիչ է։ Փորը հանել, սիրտը հանել։ Մատների կտրել։ Ինքը սա, մարդը սա։ Հրիկ կնոջի իրան գրազն եկավ։ Մեկ ասալա փորի մեջ երեխեն տղա է, մեկ ասալ աղջիկը։ Փոր ճղել են հանել երեխեն ուտել, տղա է թե աղջիկ, ով է գրազը տարել։ Այսինքն թուրքը չի փոխվում։ Չէ, թուրքը չի փոխվել։ Արնախում թուրքը երբ է փոխվում։ Այսինքն մենք չենք կարելի։ Չէ, դες բան չկա։ Ով կապրի։ Դուրակը, որ նա թուրքի հետ էլ չի մնա։ Մեկը թուրքը մի օր իր սև գործ անելու է։ Եթե քեզ ցույց տա, որ ինքը քո բարեկամն է, ինքը մի օր քո իր սև գործ անել, պապինես միշտ այդ են պատմում։ Դե որ դաշնակից կլինեն մեզ կպահեին, ոչ չէ ստորը գցեին։ 20 թվին նորից կռիվը սկսավ եկենք Հայաստան, նորից տարեն, 3 տորնումը նորից այս նույնը կրկնվեց։ Ինչի համար այսքան զոհոնիսյա տալ։ Եթե ես նույնը ինյան արել, քան 18 տարեկան անմեղ երեխեք հլող մսաղացար են։ Ռուսը թուրքի համար է մտել, ռուսը մեզ համար չի մտել։ Ռուսը թուրքի համար է։ Հա, բա ինչ, եկել է մեզ նեղից հանի, որ թուրքը ինչ ուզի անել։ Թուրքը ռուսն են նստած մեր տղերքը մոտը կոտորում են ինքը ոչ մի բան։ Տղերքը կայնած է ռուսի հետ։ Ռուսը մին քանի մետր ասնում է, я прямо մինա մյութս նայած գցում են տորած կոտորում։ Ոչ մի բան չի անում ինքը։ Շաշտություն տաղարում, հուշազդարում հայերն է տաղարում։ Ռուսը բայց ոչ մի բան խոսալ չի, վեխ եկան։ Ուզում եմ վերադառնանք Արցախ։ Ինչ է պետք է ամառանը, գիտես։ Պայքարել։ Երկու տղան հերը լող զոհվան, տանը մնացալ երեխեքն եկան այդ։ Եկած դեռացե պելնավան, որ ղուշը տամա հավերի մեջ հավերս են փռվում են դեսուդեն, մենք ենք։ Եկած սաղ աշխարհքաուս մին դեռած։ Երկու պիրած երկու պեն ընտամ տանա հայը օգնել է, հասկանում եք, օտել է, բայց դե վաղը մյուս օր մեր օրը ինչանյան։ Մաճակատագիր ինչանյան։ Ես լիժ ես պալատներ չում ոզում, հուագիդում, ես իմ հողոսը ոզում նորից կենամին երկու փատդինի մի դագյաս հակեմ տակ ենինի, բայց ենքան գիդամ մեր հողում։ Մայրս սեր է երեքում իր օրորի հետ և մտքով ասնում
ֆիդայիները սարերով անցան վեր ելիր տղան վերու հրացան ֆիդայիները սարերով անցան վեր ելիր տղան վերու հրացան մշոտաշտի մեջ իջնում էր ծնկի թերթերունքներին կաթիլն արցունքի մշոտաշտի մեջ իջնում էր ծնկի թերթերունքներին կաթիլն արցունքի ֆիդայիները սարերով անցան վեր ելիր տղան վերու հրացան ֆիդայիները սարերով անցան վեր ելիր տղան վերու հրացան վեր ելիր տղաս վերու հրացան Այն մարդիկ, այն մտքերը, որոնք հետևյալ իմաստն են կրում, որ պայքարի ընթացքում մենք կհոգնենք, որ պայքարի ընթացքում մենք վնաս կանենք, տանուլ կտանք, տարօրինակ է, երբ որ կողքից կանգնած մարդը նայի լավ հոսող մաքուր առվին եւ ասի, որ սա չի հոգնում, ոչ, մենք հոսելով պիտի մաքրվենք եւ դրա մեջ գտնենք մեր ձևը, միայն պայքարելով, պայքար, դուքը հավերժ է, եթե պայքար չկա, մենք միշտ կսքանք, եթե չպայքարենք, մեզ ապտակողին, եթե մենք նստենք լացենք, ոչ թե պատասխան ապտակ տանք, կամ պահանջենք ապտակի պատասխանը, մենք միշտ ապտակված կմնանք, պայքար! Եթրային Հայաստանը, որը բաղն է գալու։ Երազիմ երկիր հայրենի